Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի ուղիղ եթերում օրվա հերթապահ հատուկ նախագիծն է, որի շրջանակում այսօր հերթապահում են Սոնա Աբրահամյանն ու Արմեն Գարամյանը։ Մայիսի 1-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում ոռոգման սեզոնը, իսկ դա նշանակում է, որ նորից հրատապ է դարձել մեր ջրային պաշարները խնայողությամբ օգտագործելու խնդիրը։ Այս հարցը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, բայց աջակցում են նաև միջազգային կազմակերպությունները, այդ թվում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Ուրբան հիմնադրամը վերջերս ամփոփեց ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում եռամյա ծրագիրը։ Եվ հիմա մենք կարող ենք կապ հաստատել ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Վարոսյան, ինչպիսին էր Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վիճակը մինչ ծրագրի մեկնարկը։ Արարատյան դաշտը Հայաստանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ամենամեծ շտեմարանն է եւ կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Սակայն վերջին տարիներին ոչ պատասխանատու, անկառավարելի եւ ոչ անարդյունավետ շահագործումը հանգեցրել է ստորերկրյա ջրային պաշարների կտրուկ նվազմանը։ Արարատյան արտեզյան ավազանից ջրառը գերազանցում է դրա տարեկան բնական վերականգնման համար նախատեսված ծավալները։ Անկառավարելի ջրառի հետևանքով արտեզյան աղբյուրների հասանելիության գոտին նվազել է մի քանի անգամ եւ նաեւ ստորերկրյա ջրերի մակարդակը զգալիորեն նվազել է երբեմնի ինքնաշատրվանող օրերում։ Այժմ ջրօգտագործողները ստիպված են մի քանի մետր փորել, որպեսզի արտեզյան ջրերը դառնան հասանելի։ Այս ամենի հետևանքով Արարատյան դաշտի բազմաթիվ համայնքներ դարձել են սակավաջուր։ Այս խնդիրը բոլոր շահագիր կողմերը եւ համայնքները եւ բնակիչները եւ որոշում կայացնողները ընդունում են, որ առկա է Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը համակարգաթափանցիկ չի, բնակիչները չեն մասնակցում իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության այս ծրագիրը կոչված էր մեղմացնելու, նպաստելու այս խնդիրների լուծմանը, հիմնական շեշտադրում անելով քաղաքացիների մասնակցությանը եւ շահագիր կողմերի վարկագծի փոփոխությանը։ Պարոն Վարոսյան, քանի որ խոսեցինք ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում ծրագրի մասին, ուզում եմ բացենք փակագծերը եւ հասկանանք ինչ ուղղություններ եւ ինչ նպատակ է հետապնդում ծրագիրը։ Լավ, շնորհակալություն։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արարատյան արտեզյան ավազանում, Արարատյան դաշտում ջրի սակավության խնդիրը ջրի սակավության հիմնական պատճառներից մեկը ջրի պակասը չէ, այլ դրա ոչ արդյունավետ վատ կառավարումը, ոչ թափանցիկ կառավարումը, որը հաճախ բերում է կոռուպցիոն ռիսկերի եւ չարաշահումների, գիտելիքի եւ իրազեկության պակասը, բնակչության պասիվությունը։ Եվ մեր ծրագիրը կարևորել եւ որդեգրել է բոլոր շահագիրների կողմից ջրի արդյունավետ օգտագործման հրամայականը եւ տարբեր միջոցառումների միջոցով փորձել է աջակցել նրան։ Օրինակ փորձել ենք աջակցել շրջակա միջավայրի նախարարությանը ջրօգտագործման թույլտվությունների ավելի հեշտացված ընթացակարգեր մշակելու եւ բնակչությանը առցանց դիմելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ։ Ջոերի ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքը ավելի թափանցիկ դարձնելու համար եւ ֆերմերների սովորաբար ընդունված դժգոհությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հայաստանի ջոերի պատմության մեջ առաջին անգամ Արմավիր ջոյի համար ստեղծվել է կայք, որը նրա աշխատանքը դարձրել է թափանցիկ։ Ջրի անարդարացի պաշտպան խնդիրը հասցեագրելու նպատակով ծրագրի շահառու երիտասարդները մշակել են խելացի հոսքաչափ, որը տեղադրվելով հողամասի սկզբին եւ միացված լինելով ցանցին եւ ջրօգտագործողներին եւ ջոերին հնարավորություն է տալիս տեսնել թե փաստացի իրոք ինչքան ջուր է օգտագործել։ Մեր ծրագիրը բավականին մեծ աշխատանք է կատարել նաեւ մասնակցությունը խթանող իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ։ Օրինակ մշակվել է նոր խմբագրությամբ ջոերի մասին օրենքի նախագիծը,
մեծ ներդրում ենք ունեցել նաև էկոլոգիական տեղեկատվության եւ էկոլոգիական քաղաքականության մասին օրենսդրության բարելավման աջակցությանը, ինչպես նաև բոլոր շահագիր կողմերի հետ միասին մշակել ենք ոլորտի արդյունավետ հաշվետու թափանցիկ կառավարման ուղղված ռազմավարությունը եւ ճանապարհային քարտեզը, որը կատարվել է բոլոր շահագիր կողմերի հետ միասին։ Եվ այս աշխատանքները դեռ շարունակվում են, ընթացքի մեջ են, սերտորեն աշխատել ենք եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի հետ եւ ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի եւ շրջակա միջավայրի նախարարության հետ այս նախագծերը վերջնական տեսքի բերելու համար։ Այժմ առաջարկում եմ դիտել մի փոքր տեսանյութ ԱԺ-ից, հետո շարունակենք մեր զրույցը։ Հանձնաժողովը եւ ջրային տնտեսության պետական կոմիտեն ուրբան հիմնադրամի հետ համատեղ ունենք արդեն նախագիծը, նոր նախագիծ ջրօգտագործողների ընկերությունների մասին, նոր օրենքի նախագիծ եւ պատկերացնում ենք նաեւ պարոն Գենգիբարյանի ասածը շարունակելով, մենք պատկերացնում ենք, որ այդ ոլորտը պետք է լինի մրցակցային, եթե համայնքը կորոշի, որ այո, ջրօգտագործողների ընկերությունը պետք է կառավարի, թող կառավարի ջրօգտագործողների ընկերությունը, եթե համայնքը կորոշի ինքը ուղիղ կառավարել, ինքը ուղիղ կկառավարի եւ մեկ այլ հնարավորություն, որ պետք է ընձեռենք, դա ջրի կոմերցիոն շուկայի կայացումն է։ Ջրի խնայողական օգտագործումը, ջրի արդյունավետ օգտագործումը յուրաքանչյուրիս խնդիրն է եւ յուրաքանչյուրս պետք է պատասխանատու վարքագիծ դրսևորենք այդ հարցում եւ այս գաղափարը տարածելու, հանրայնացնելու համար ծրագիրը մշակել է տեսահոլովակների, սոցիալական գովազդների շարք, որոնք ուղղված են տարբեր լսարանների եւ հիմնական գաղափարախոսությունը այն է, որ ջուրը պետք է օգտագործվի արդյունավետ եւ խնայողաբար։ Սակայն մեկ միասնական տեղատոմս չկա եւ լուծումները տարբեր են, շատ հաճախ նաեւ յուրահատուկ եւ անհատական։ Ուստի ծրագիրը մեր բոլոր հայրենակիցներին կոչ է անում եւ տեսահոլովակները նույնպես բոլորին կոչ են անում, որ գտիշ ջուրը խնայելու կոծերը։ Հիմա դիտենք այդ սոցիալական հոլովակներից մեկը։ ջուրը խնայելու կոծերը։ Պարոն Վարոսյան, ձեր ծրագրի շրջանակում անդրադարձել եք ջրային ենթակառուցվածքներին, չէ՞ որ ի վերջո խնայողությունը կախված է նաև խողովակաշարերի, պոմպերի եւ փականների վիճակից։ Շնորհակալություն, մեր ծրագրի հիմնական ուշադրության կենտրոնում ճիշտ է եղել են մարդիկ, շահագիր կողմերը, որոնց նրանց վարքագծի փոփոխությունը, նրանց վարքագծի մեջ փոփոխություն առաջ բերելը, սակայն այո, ծրագիրը նաև անդրադարձել է ենթակառուցվածքներին, իրականացվել են նաև 5 համայնքներում խմելու ջրի եւ բորոքման ջրի ենթակառուցվածքային ծրագրեր եւ պետք է ասել, որ այդ ծրագրերը իրականացվել են ամենամիջազգային զարգացման գործակալության եւս մեկ ծրագրի, ԿԱՏՕ ծրագրի հետ համատեղ, կիրառելով գիտատեխնիկական առաջընթացի էներգախնայող եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ եւ այդ ծրագրերում հիմնական խնդիրները հատկորոշվել են եւ առաջնահերթությունները դասակարգվել են հենց համայնքի բնակիչների կողմից, որը շատ կարեւոր է։ Օրինակ Եղեգնուտ եւ Արատաշեն համայնքներում, որտեղ անխափան ջրամատակարարումը տարիներ շարունակ երազանք է եղել, այսօր ամբողջ ցանցը, խմելու ջրի ցանցը վերանորոգված է, տեղադրված են էներգախնայող պոմպեր,
ջրաչափեր, բնակիչները ունեն 24 ժամ տևողությամբ անխափան խմելու ջրամատակարարում, որը չլսված բան էր այդ համայնքներում, եւ զգալիորեն կրճատվել է արտեզյան ավազանից արդյունահանվող ջրերի քանակը, բնակչության տրամադրվում է որակյալ ջուր, որը ներկա համաճարակային պայմաններում կարծում եմ շատ կարևոր է։ Եվ փոխվել է նաև բնակիչների վարքագիծը եւ լավ ծառայությունը նպաստել է նրան, որ բնակիչների վճարելու պատրաստակամությունը մեծացել է։ Այժմ Արատաշենում օրինակ խմելու ջրի մատակարարման դիմաց վճարումները արդեն հասնում են մոտ 100%-ի։ Այժմ առաջարկում եմ դիտել մի փոքր տեսանյութ Արատաշենի խմելու ջրամատակարարման ծրագրի բացման արարողություն։ Ուզում եմ մեր համայնքի բոլոր բնակիչների անունից հատուկ շնորհակալություն հայտնել Ամերիկայի կառավարությանը, ամերիկյան ժողովրդին, այս մեծ աջակցության համար։ Շատ շնորհակալ ենք, որ ունենք ամբողջ օրվա ընթացքում 24 ժամներ ջուր ունենք։ Երազանքի իրականացում, այսպես են Արմավիրի մարզի Արատաշեն համայնքում ձևակերպում 2019-ի գլխավոր իրադարձությունը։ Ծորակներից խմելու ջուրը հոսում է 24 ժամ, նախկին 4 ժամվա փոխարեն։ Շնորհակալություն պարոն Վարոսյանին մանրամասն մեծ ծրագրին ծանոթացնելու համար, իսկ այժմ առաջարկում եմ կապ հաստատել Վեդի համայնք եւ մեկ համայնքի օրինակով հասկանալ նաեւ ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում ծրագիրը ինչ արդյունքներ է տվել։ Այժմ մեզ հետ կզրուցի Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանը։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, ծրագրի մանրամասներին մենք ծանոթացանք, բայց հետաքրքիր է գործնականում նաև իմանալ, թե Վեդի համայնքում օրինակ ծրագիրը ինչ արդյունքներ տվեց եւ ինչ իրականացվեց։ Մենք շուրջ 3 տարվա ընթացքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ծրագրի շրջանակներում մեր քաղաքի տարածքում իրականացրեցինք լուրջ փոփոխություններ մարդկանց գիտակցության մեջ, մարդկանց մոտեցումներում եւ նաեւ գործնականում մի փոքր պիլոտային ծրագիր իրականացրինք, որի արդյունքում այսօր քաղաքը ունի կանաչապատ ավելի ընդարձակ գոտիներ եւ կանաչապատում է քաղաքի կենտրոնական փողոցը եւ նաեւ հուշա համալիրը ամբողջությամբ։ Ծրագրի ընթացքում բացի իրականացված այդ խնդրից նաեւ բազմաթիվ ուսումնական ծրագրերի մասնակցեցինք, որտեղ բնակչության շրջանում արվեց բավականին մեծ ծավալի աշխատանք բնակչի ինքնագիտակցությունը բարձրացնելու եւ ջրերի նկատմամբ ջրի կառավարման ոլորտում խնդիրները բարեփոխելու ուղղությամբ։ Սկսած օրենսդրական դաշտի փոփոխությունների քննարկումներից, սկսած գործնական աշխատանքում, ասենք, կիրարկումներից։ Փոքրիկ նաեւ ծրագիր ենք իրականացրել մշակույթի տան շրջակայքում, ուրեմն ցայտաղբյուրի ջուրը օգտագործելով, թափող հեռացող ջուրը օգտագործելով կանաչապատման նպատակով։ Իրականացրել ենք բազմաթիվ նմանատիպ միջոցառումներ, որի արդյունքում մեր բնակիչը այսօր ավելի հետաքրքրված է խնդրի վերաբերյալ եւ ավելի իրազեկված է այդ խնդրին։ Իսկ երբ որ 17 թվականից մենք ծրագրում էինք, փորձում էինք գտնել ինչ խնդիր է առավել կարևոր, հենց բնակչությունների հետ մեր հանդիպումներում եւ քննարկումների արդյունքում կարողացանք գտնել կանաչապատման ռոռոկման համակարգի խնդիրը որպես կարևոր խնդիր, որպես արդիական խնդիր մեր քաղաքի համար եւ այն այսօր ամբողջական իրականություն է դարձել։ Մոտավորապես 7 հեկտարի չափով արդեն ունենք կանաչապատման գոտիներ, որտեղ որ իրականացվում է ռոռոքում եւ ավելի բարետես, ավելի հետաքրքիր, ավելի ցանկալի է դառնում այդ տարածքները։ Ամբողջությամբ վերանորոգվել է ջրամատակարարման համակարգը, պոմպերը, ջրամատակարարման գծերը եւ այսօր մենք ամբողջական առանց կորուստների կարողանում ենք իրականացնել այդ խնդրի լուծումը։ Շնորհակալություն պարոն Բարսեղյան, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ջուրը անգնահատելի ռեսուրս է եւ շատ կարեւոր են նմանատիպ ծրագրերը։ Բոլորիս կյանքը կախված է ջրից, կարող ենք դա փաստել։ Այո, միանշանակ եւ հաղորդման այս հատվածը եկեք ամփոփենք կարեւոր կոչով։ Մեր գյուղի ճանապարհի առաջին կարմիր խնձորներով այգին իմն է։ Ես լավ գիտեմ այն ինչպես պետք է ջրել։
Բայց տարիների հետ այգին խնամելը դժվարանում է, որովհետև ջուրն է պատասում։ Իմ հարևանի դեղին խնձորների այգին ճանապարհի վրա երկրորդն է։ Եթե չխնայեմ ջուրը, կբարակի հարևանի սառում, նրան ավելի քիչ ջուր կհասնի։ Դրա համար ես մի ժամանակին եմ փակում ջուրը, որ աշնանը մեր գյուղում եւ կարմիր, եւ դեղին խնձորներ լինեն։ Գտիր ջուր խնայելու քո ձևը։